Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի շրջանակում շարունակում են կապարակնքված մնալ մուլտիգրուպի մի շարք ընկերություններ։ Բնականոն աշխատանքը վերականգնել է միայն Արարատ ցեմենտ ընկերությունը։ Ինչ վերաբերում է մյուս ընկերություններին, ապա հազարավոր աշխատակիցներ են հարկադիր պարապուրդում առանց հստակ տեղեկության, թե երբ կվերադառնան աշխատանքի։ Մուլտիգրուպ Stone-ի աշխատակիցներն ասում են, պատասխան ստանալու համար դիմել են բոլոր հնարավոր կառույցներին, սակայն ապարդյուն։ Քանի որ Աբովյանի քննչականից հստակ պատասխան չեն ստացել, պատրաստվում են դիմել քննչական կոմիտեի կենտրոնական վարչություն։ Առավոտյան գալ է գնալ կենտրոնական քննչական մարմին, փորձենք պատասխան ստանալ, ուրիշ տարբերակ չկա։ Աշխատանքի եւ աշխատավարձի անորոշությունը մեծ մտահոգություն է նաեւ Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի աշխատակիցների համար։ Նրանք հավաքվել են պահանջելով վերաբացել աշխատավայրերը եւ հնարավորություն տալ շարունակել աշխատանքը։ Չգիտեն, կստանան աշխատավարձ, ինչպես են մարելու վարկերը, վճարելու տանվարձն ու հոգալու ամենօրյա ծախսերը։ Պահանջը մեկն է ու շատ պարզ՝ աշխատելու հնարավորություն։ Վարկեր ունենք, հարկեր ունենք, ուսանող ունենք, ո՞նց ենք պահելու։ Ուզում եմ իմանամ, ուզում եմ հասկանամ, կառավարությունը ինչ է մտածում։ Մենք չենք ուզում ուրիշ տեղ գնալ։ Մենք ունենք աշխատանք եւ գոհ ենք մեր աշխատանքից։ Հիմա խնդրում ենք, որպեսզի ապահովեն, մենք բնականon նույն աշխատանքի կարողանանք կազմակերպել։ Կապարակնքված է նաև Օլիմպիական մարզաառողջարանային կենտրոնը, որտեղ մարզվում էին Հայաստանի եւ արտերկրի հավաքականներ, հարյուրավոր երեխաներ ու մեծահասակներ։ Անորոշության մեջ են նաև կենտրոնի հաճախորդները։ Նրանք սոցիալական ցանցերում հարցնում են, երբ կվերականգնվի կենտրոնի աշխատանքը, ինչ է լինելու նախապես վճարված փաթեթների գումարների հետ եւ ով է կրելու պատասխանատվությունը։ Ներեցեք, իսկ որևէ մեկը կպատասխանի փաթեթը վճարած, բայց փակ լինելու պատճառով չհաճախած հաճախորդների վարձը ով է վերադարձնելու։ Ոչ զանգերին պատասխանող կա, ոչ նամակներին։ Ձեր այցելուներին կպարզաբանեք, թե ինչ եք պատրաստվում անել։ Հաճախորդներին առաջարկվում է սպասել անորոշ ժամկետով եւ նախապես զգուշացվում, որ գնված փաթեթը ուժի մեջ է լինելու։ Փորձեցինք կապ հաստատել ընկերության հետ, սակայն գլխավոր հեռախոսահամարն անհասանելի է։ Նույն վիճակն է նաև Եվրոմոթորսում։ Ընկերության ղեկավարության փոխանցմամբ խոզարկությունների ընթացքում արգրավվել են սերվերները, ինչի հետևանքով խզվել է կապը միջազգային գործընկերների հետ։ Դադարել են վաճառքներն ու պատվերները, իսկ տեխնիկական սպասարկման համար ընկերությունում գտնվող 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում Չինաստանի դեսպանատան մեքենան, դեռևս հնարավոր չէ վերադարձնել սեփականատերերին։ Կան նաև քաղաքացիներ, որոնք վճարել են մեքենաների համար, սակայն չեն կարողանում դրանք ստանալ։ Կապանվել է մեր լրիվ աշխատանքը, BMW-ի հետ մենք կապ չունենք, չենք կարող պատվերներ տնել մեքենաների, չենք կարող մեր պատվեր տրած մեքենաների վրայի օպշններ ամբողջացնել։ Լոջիստիկսի խնդիր ունենք, թրեյլերները գնացել են այնտեղ, բայց որտեղ վճարումները չեն եղել, որտեղ վճարումները կգադարվեն այդ համագարկի ընդմեջից, մեքենաները մնացել են այնտեղ անորոշ ճակատագիր։ Մենք ունենք բավականին մեծ թվով մեքենաներ արկա, ունենք սպասվող նոր մոդելներ, ունենք նաև նոր մոդելի շնորհանդես սպասվող, ունենք միանշանակ պայմանավորվածություններ հաճախորդների հետ, ում հետ որ նաև բանակցային փուլում էին գտնվում ու գրեթե 1 շաբաթ է խաթարված է Եվրոմոթորս ընկերության աշխատանքը։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը պարզաբանում է, եթե պարապուրդը տեղի է ունեցել ոչ աշխատողի մեղքով եւ գործատուն չի կարող այլ աշխատանք առաջարկել, ապա օրենքով աշխատողին վճարվում է միջին աշխատավարձի առնվազն 2/3-ը։ Սակայն այս դեպքում դեռ պարզ չէ, թե ինչպես է այդ դրույթը կիրառվելու, քանի որ ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվել է քննչական գործողությունների հետևանքով։ Դիմեցինք նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, պարզելու թե երբ կհանվի կապարակնիքը եւ կվերաբացվեն ընկերությունները։ Պատասխանը կարճ էր, չեն մեկնաբանում։ Մինչ իրավապահները շարունակում են քննչական գործողությունները, աշխատակիցները շեշտում են։ Իրենք չեն քննարկում քրեական գործի բովանդակությունը, պարզապես պահանջում են հնարավորություն աշխատելու, նշելով, որ յուրաքանչյուր փակ օր ոչ միայն տնտեսական վնաս է բիզնեսների համար, այլև սոցիալական ծանր հետևանք հարյուրավոր ընտանիքների համար։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։